Ողջույն սիրելիներս, այսօր մենք անցնելու ենք Ալեքսանդր Ծատուրյանի Կաշտա դասը։ Նայում ենք դասարան է պատկերված, ուսուցչուհին դաս է կաշտում եւ աշակերտներից յուրաքանչյուրը ուշադիր լսում է նրան։ Ուսուցչուհին պատմում է, թե ինչպես շատ կաշտալով, լավ սովորելով մարդը մասնագիտություն է ձեռք բերում եւ դառնում է խելացի, բանիմաց մարդ։ Տեսեք, շինարար դառնալու համար անգամ անհրաժեշտ է լավ սովորել, շատ կաշտալ, նկարիչը, նավաստին, պարզապես աշակերտը, տիեզերագնացը, բժիշկը, բոլորը մինչև դպրոց չեն գնացել, գիտելիքներ ձեռք չեն բերել, շատ չեն կաշտացել, չեն կարողացել մասնագետներ դառնալ։ Այժմ կաշտանք եւ բացատրենք։ Եվ նաեւ ասում ենք, հիշում եք երեխաներ տանը մայրիկը քանի անգամ է ասում կաշտա, բոլորը ծիծաղում են ու ասում շատ։ Մենք էլ ասում ենք, իհարկե դուք առայժմ պիտի շատ կաշտակ, որպեսզի շատ իմանաք եւ խելացի ու բանիմաց մարդիկ դառնաք։ Չէ՞ որ կաշտալը մարզում է մարդու ուղեղը, մարդը խելացի է դառնում, լավ հիշողություն է ձեռք բերում, գրագետ է դառնում կաշտալու միջոցով։ Կաշտա, այն խելոք մանուկ, կաշտա, գրիշ տարին բոլոր, կաշտացողի խելքն է կտրուկ, միտքը պայծառ ու լուսավոր։ Գիրք կաշտալով դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս, շատ շատերից, շատ բաներում մտքով հեռու կսլանաս։ Կաշտա, այն խելոք մանուկ, կաշտա, գրիշ տարին բոլոր, կաշտացողի խելքն է կտրուկ, միտքը պայծառ ու լուսավոր։ Երեխաներին բացատրում ենք, որ առաջին եւ երրորդ քառատողերը լրիվ նույնն են, այսինքն իրենք սովորելու են ընդամենը 2 քառատող։ Նորից հիշեցնում ենք, որ սա չափածո ստեղծագործություն է, հանգավորումը սիրուն ստացվում է եւ նաեւ ասում ենք, որ բանաստեղծության յուրաքանչյուր տողը սկսվում է մեծատառով։ Կաշտա, շեշտ, ստորագետ, հիշեցնում ենք, որ հրաման արտահայտող բառի վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է շեշտ եւ այդ բառը մյուս բառերից անջատվում է ստորագետով։ Կաշտա, այն խելոք մանուկ, մանուկին է դիմում հեղինակը, կաշտա, գրիշ, տարին բոլոր նշանակում է կլոր տարին, ամբողջ տարին, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, նորից գարուն, ամառ, այսինքն առանց դադարի, շարունակ կաշտա, միշտ կաշտա, շատ կաշտա։ Կաշտացողի խելքն է կտրուկ միտք, խելք նշանակում է շատ շուտ հասկացող, սուր միտք ունեցող, լավ տրամաբանող, լավ հիշողություն ունեցող։ Միտքը պայծառ ու լուսավոր։ Միտքը պայծառ ու լուսավոր, փոխաբերական իմաստով է ասում։ Միտքը սենյակ չէ, որ լուսավորվի, եւ արև չէ, որ պայծառ լինի, բայց փոխաբերական իմաստով միտքը այն ճանապարհն է, որը մարդուն ուղեկցում է իր ողջ կյանքի ընթացքում, եւ որքան շատ է կաշտում եւ շատ բան է իմանում, այդքան այդ ճանապարհը լուսավոր է, գեղեցիկ է, նույնիսկ կասեի ծաղկազարդ է, պայծառ է ու գեղեցիկ։ Նշանակում է, մեր միտքը պետք է մարզենք, պետք է վարժեցնենք շատ կաշտալով եւ բազմաթիվ խնդիրներ լուծելով։ Գիրք կաշտալով դու գրքերում շատ նորանոր բան կիմանաս։ Հարցնում ենք ինչպես, կաշտալով տեղեկություններ ենք իմանում, շատ բառեր ենք սովորում, գիտելիքներ ենք ստանում։ Շատ շատերից շատ բաներում մտքով հեռու կսլանաս։ Միտքը իհարկե մեքենա չէ, որ սլանա, չէ, երեխաներ, բայց նաև ասում ենք, որ միտքը նույնիսկ ձայնի եւ լույսի արագությունից արագ ընթաց է, որովհետեւ մեկ ակնթարթում մենք մտքով կարող ենք սլանալ 100,000-ավոր տարիներ առաջ մեզանից առաջ տեղի ունեցած դեպքերի մասին կաշտալ եւ իմանալ։ Մեր միտքը սլանում է շատ արագ։ Ես տանը նստած եմ, բայց այս պահին մտածում եմ, ենթադրենք Ֆրանսիայի Էյֆելյան աշտարակի մասին եւ անմիջապես հայտնվում եմ այնտեղ եւ ոչ մի գնացք, ոչ մի ինքնաթիռ, ոչ մի հրթիռ ինձ այդ արագությամբ չի կարող տեղափոխել, ինչքան որ իմ միտքն է ինձ կարողանում տեղափոխել այդ հեռավոր վայրերը։ Կաշտա, այն խելոք մանուկ, կաշտա, գրիշ տարին բոլոր, կաշտացողի խելքն է կտրուկ, միտքը պայծառ ու լուսավոր։ Մանուկներին ինչու է պետք գրքեր կաշտալ, հարց ենք տալիս, իրենք արդեն բոլորը շատ են լսել ու ասում են, որպեսզի խելացի լինենք, որպեսզի գրագետ լինենք, շատ բան իմանանք, շատերի հետ մրցվենք, հաղթենք եւ այլն։ Եվ հարցնում ենք երեխաներ, դուք արդեն կարող եք կաշտալ, դուք հեքիաթներ սիրում եք կաշտալ, թե մեծերն են ձեզ համար կաշտում։ Շատերը կասեն մայրիկն է կաշտում, քնելուց առաջ տատիկն է կաշտում եւ այլն,
Բայց սովորեցնենք, որ աշտերն ինքնուրույն դուք կարող եք կարդալ եւ ձեր ցանկացած հեքիաթը կարող եք կարդալ ձեր ուզած առոգանությամբ, ձեր ուզած ժամանակին, այնպես որ երբ մեծերը կարող է գործով զբաղված լինեն, դուք ինքներդ կարդացեք նրանց համար, դերերը փոխվում են, հիմա էլ թող երեխան թորնիկը կարդա տատիկի համար։ Այս զրույցից հետո կատարում ենք առաջադրանքները, լրացնել բաց թողնված տառերը է կամ է։ Հիշեցնում ենք կանոնները, բառասկզբում է լսելիս գրում ենք է, բառամիջում է լսելիս գրում ենք է երկնչուն տառը, իսկ բառասկզբում երբ լսում ենք է գրում ենք է։ Բացառություն կազմող բառերի մասին առանձին կխոսենք։ Ջմիածին երեխաները անմիջապես ասում են էջմիածին եւ գրում են մեծատառով, նախ առաջին բառն է, հետո քաղաքի անուն է։ Ռեխա երեխա, բառասկզբում է լսելիս գրում ենք է երկնչուն տառը։ Սեղան, բառամիջում կարդում ենք է, գրում ենք է։ Ելակ թե էլակ, իհարկե ելակ, գրում ենք է։ Եվ էմին, ասում ենք, որ հատուկ անուն է, տղայի անուն է, գրվում է մեծատառ էով, էմին։ Եվ վերհիշում ենք Էրեբունին եւ Երևանը։ Էրեբունի պետաքաղաքի մասին բազմիցս խոսել ենք, պատմել ենք եւ ասել ենք, որ այն վերածնվել դարձել է Երևան մայրաքաղաքը։ Բառասկզբում լսում ենք գրում ենք է, լսում ենք է եւ գրում ենք է երկնչուն տառը։ Բարդատիչ բառացանկում առջև եւ հեքիաթ բառերն են գրում, այի մասին ենք խոսում, հեքիաթ եւ առջև լսվում է չ, գրվում է ջ, ինչպես նաեւ բառամիջում եւ բառավերջում էվը լսելիս գրում ենք եւ տառանշանը։ Ինչ ես կարծում, ուր կարելի է սլանալ մտքով։ Այս թեմայի շուրջ մենք կարդալու ընթացքում պատմեցինք, ասացինք, որ նույնիսկ տիեզերք կարելի է գնալ, պատմական տարաշրջաններով հետ կարելի է գնալ եւ երեխաներին կարելի է նաեւ խոսեցնել, հարցնել ուր կուզենայիր, որ դու թռչեիր քո մտքով, ինչի մասին կուզենայիր իմանալ, եւ հետո բացատրում ենք, ենթադրենք ինչ որ մի հետաքրքիր երկրի մասին է ուսում երեխան իմանալ, ուզում է գնալ այդ երկիրը, ասում ենք, որ բարդատիչ չէ դու անձամբ այնտեղ գտնվես, կարող ես այդ երկրի մասին կարդալ, տեսաֆիլմեր դիտել եւ ամեն ինչ պարզորոշ կլինի։ Եվ իհարկե չենք սահմանափակում, ասում ենք ձգտիր եւ կհասնես, շատ կարտա, խելացի մարդ դարձիր եւ քո երազանքների հետևից սլացիր։ Առաջադրանք 3-ը։ Պատկերացրու, որ հանդիպել ես մի մարդու, որը չգիտի, թե ինչ է գիրքը։ Բացատրիր նրան։ Այստեղ խոսեցնում ենք երեխաներին եւ երեխաները կարող են նույնիսկ հանելուկներ հորինել գրքի մասին։ Հատկապես ուշադրություն ենք դարձնում ստեղծագործականությանը, ինչքան հնարավոր է թող շատ ստեղծագործեն երեխաները, ինչքան որ կարող են, աստիճանաբար դա կզարգանա նրանց մոտ։ Տար հանելուկն էլ կարդանք, թե բառի մեջ, թե վերջում ես հնչում եմ երբ գնում եմ առջևից, ես երգում եմ խոսքը երկնչուն տարի մասին է, որը բառասկզբում ուրախ է, կանչում է, երգում է իսկ երբ հայտնվում է շարքի մեջտեղում կամ վերջում, մի փոքր տխրում է եւ ասում է Այսքանը սիրելիներս, կհանդիպենք հաջորդ դասին։